Մի կերպ յոլա ենք հետում, հետո թանկաստեն հետակի քիչ է։ Դե գնանք դիվան քշենք, ինչ ոնց ապրենք։ Թանկ է դարձել կյանքը Հայաստանում, բողոքում են երևանցիները, լսել են ծխախոտի, ալկոհոլի, դիզվառելիքի, բենզինի թանկացման մասին լուրը, շոկի ենթարկվել։ Սա խիստ բացասական որոշում է, այն էլ այս ընտրական շրջանում դա պատիվ չի բերում կառավարությանը։ Հələ շատ բան է թանգանալու։ Դեմես 8 տարվա մեջ թանկացել է միշտ։ Գոյություններս այնքան որ պաշտպանում ենք։ Ծայրը ծայրին մի կերպ հասցնող այս մարդիկ դժգոհում են հատկապես դիզվառելիքի ու բենզինի հնարավոր թանկացումից։ Եթե վառելիքը թանկանա, ուրեմն ամեն ինչն է թանկանալու, նկատում են քաղաքացիները։ Խմիչքը թող հասենք թանկանա, ծխախոտը թանկանա, որ թույն է ներշնչում դրանք, բայց վառելիքը լավ չի։ Եթե վառելիքը թանկանա, ավելի կթանկանա, մթերքը ամեն ինչը։ Ինչ իվնաց ժողովրդին է, դա նորմալ է, բայց դե վառելիքը մի քիչ չէ, էլի վառելիքը չափազանցնում է։ Նույն ես էլ եմ նույն վառորդ եմ քշում եմ, բայց դա շատ վատ է։ Այս տաքսիստը վաղարավոտից մեքենայի ղեկին է, ասում է հիմա էլ դժվարությամբ է հասցնում լիցքավորել իր ապրուստի միակ միջոց այս մեքենան, ինչպես է հասցնելու հետո, երբ արդեն բենզինի գինը բարձրանա։ Օրալում դելր դատարկ եմ գնում, օրալում 4-5,000-6,000 աշխատում եմ, ես հիմա էլ եմ դժվարությամբ ապրում։ Լավ են հասկանում քաղաքացիները, նաև գյուղատնտեսական բոլոր ապրանքները կթանկանան, եթե վառելիքի գինը բարձրանա։ Մեկը մեկ հետ համակցած է, ոչ մի տարբերություն, ինչ մասին է խոսքը։ Այսինքն, եթե վառելիքը թանկ է, գյուղացին այդ վառելիքը ձեռք է բերելու թանկ, կատարելու է իր գյուղատնտեսական բոլոր աշխատանքները, ավտոմատ կերպով բերքը ստանալուց թանկ է վաճառելու, որպեսզի ծախսեն ինքը կարողանա փակի։ Հայաստանում ապրանքների գները ամեն տարի աճում են, բողոքում են մարդիկ, իսկ իրենց դրամապանակների պարունակությունը միշտ նույնն է։ Ամեն րոպե հարկերը բարձրացնում է։ Սա վերջը ինչ է դառնալու, ոչ մեկից չգիտենք։ Հայլուրի հարցախույզի մասնակիցների մի մասն էլ ասում է, թանկացումները գլոբալ են, միայն Հայաստանը չի կարող շրջանցել այն։ Պետք է միջազգային գինը բարձրանում է, այստեղ էլ պետք է բարձրանա։ Մենակ մեր մոտ չի, բոլոր տեղերն էլ թանկությունը կա։ Հարցվածների մեծ մասը համոզված է։ Թանկացումներ չէին լինի, եթե մարդիկ սխալընտրություն արած չլինեին։ Մինչև այդ պահում էր, զսպում էր, որ իրեն ընտրեին։ Հիմա արդեն ուշ է, ասենք 5 տարի էլ պիտի դիմանան, հետո էլի մի բան կանի, այդպես այդ այլանդակը է։ Ստիպված համակերպենք, էլի։ Դե մինչև այդ պիտի չհամակերպենք, որ մեզ չլներ։ Դժվարություններ շատ կլինեն, եթե այսպես շարունակվի, կլինեն նաև անելանելի դժվարություններ։ Աննա Գյուլնազարյան, Առաքել Օհանյան, Միլենա Պողոսյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։